Հայտնի դարձավ, որ կալանավորվել է 2 ամսով Ավետիք Չալաբյանը, հայաքվե նախաձեռնության համակարգողը, հայաքվե նախաձեռնությունը եւ Ավետիք Չալաբյանը հայտնի են իրենց ազգային տարբեր հարցերի շուրջ ազգային դիրքորոշմամբ եւ նաեւ ընտրություններին մասնակցել են ուժեղ Հայաստան դաշինքի հետ միասին։ Հետընտրական այս զարգացումները իհարկե սպասելի են, բայց ամեն դեպքում շարունակում են մնալ նույնքան աբսուրդի ժանրից։ Դրանից օրեր առաջ իմացանք, որ Ուզարկություն է եղել Իշխան Սաղաթելյանի տանը եւ քրեական գործ են հարուցել, շատ հետաքրքիր իշխանական լրատվամիջոցներում շատ հետաքրքիր հոդվածներ հայտնվեց, որ Իշխան Սաղաթելյանի կնոջ մեքենայում ոսկյա զարդեր եւ փող է հայտնաբերվել, հետո պարզվեց, որ ոսկյա զարդեր եւ փող է հայտնաբերվել տանը, ինչը շատ մեծ երևի զարմանալի հանցագործություն է։ Ես քննչական կոմիտեի համար վատ նորություն ունեմ։ Հայաստանի Հանրապետության բնակչության 95%-ից ավելի մոտ տանը կան ոսկյա զարդեր, ասեմ ավելին, նրանք ովքեր որոշ կանխիկ գումարել ունեն, սովորաբար հենց այդ զարդերի կողքը նաև դրված է կանխիկ գումարը, իմացեք, դա երևի մեծ հանցագործություն է։ Համ կատակ եմ անում, համ հասկանում եմ այս ամեն ինչի աբսուրդը եւ վտանգավոր լինելը, դրանից էլ օրեր առաջ ԿԸՀ-ն բավարարել է Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին անձեռնամխելիությունից զրկելու դատախազության հայցը դեռ նփակ նիստում, որտեղ լրագրողներ չկային եւ չգիտեին ինչ հարց է քննարկվում, ինչը երևի շատ սպասելի էր եւ ոչ մեկ չի սպասում կենտրոնական ընտրական հանձնաժողովից, որ պետք է ինչ-որ իրավական հիմքեր փնտրեն, հասկանան դա պետք է բավարարել թե չէ։ Բոլորս հասկանում ենք, որ քաղաքական հրամաններ կա եւ այդ քաղաքական հրամանները առանց որևէ կերպ վերլուծելու եւ հակաճառելու կատարողներ կան։ Դեռ նախընտրական փուլում արդեն հարյուրավոր կալանավորներ կային քաղաքական նպատակներից ելնելով, իմացանք, որ Սամվել Կարապետյանը հայտնել է, որ 103 կալանավորված միայն իրենց դաշինքից եւ համագիրներից կան, Արմեն Աշոտյանը, Անդրանիկ Թևանյանը նախընտրական շրջանում են կալանավորվել եւ հետընտրական այս զարգացումները տեսնում ենք, որ շարունակվում են եւ ել ավելի աբսուրդային եւ ել ավելի նաեւ մտահոգիչ տեսք են ստանում։ Գիտեք, շատերը երևի համոզված են, որ սրանք զուտ հետընտրական վենդետաներ են, այսինքն չի հաղթահարել այն, որ բնակչության մեծ մասը գնացել եւ ոչ է ասել իրեն, եւ այսպիսով պատժում է ընդդիմադիր դաշտին։ Այո, սա կարող է լինել հետընտրական վենդետա, սակայն մեր մի քանի տարվա փորձը ցույց է տվել, որ սա ոչ միայն հետընտրական վենդետա է, այլ երբ որ տեսնում ենք ազգային դաշտում համատարած կալանավորումներ, ճնշումներ, սա նշանակում է, որ պատրաստվում է նոր հակահայկական որևէ նախագիծ։ Դա կարող է լինել սահմանադրության փոփոխություն հակաօրինական եղանակով, դա կարող է լինել ազգային սիմվոլների արգելում, որը տեսնում ենք հենց այս օրերին, դա կարող է լինել հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակման հերթական արարը, դա կարող է լինել ադրբեջանական հերթական պահանջի ապահովումը։ Ինչ անել նման դեպքերում, զգոն լինել, հասկանալ, որ կա վտանգ եւ պատրաստ լինել հակաազգային ցանկացած գործողության համարժեք դիմադրություն ցույց տալ։ Եվ մյուսը, որ շատ կարեւոր է, այսպիսի ռեպրեսիաներին լրացնելու փորձերին միայն մի ելք կա, երբ որ կալանավորում են, լրացնում են մեկին, դրա փոխարեն պետք է խոսեն երկուսը։ Երբ որ կալանավորեն, կլրացնեն երկուսին, իրենց փոխարեն պետք է խոսեն եւս 4-ը։ Միայն այս դեպքում այս ճնշումները կդադարեն եւ նրանք կհասկանան, որ այս ճնշումներն իրենց դեմ են գործում։ Եվ նաեւ ամբողջ ընդդիմադիր դաշտը պետք է միասնական հակահարված տալուն պատրաստ լինի։ Այնպես որ պատրաստ լինենք կանգնել յուրաքանչյուր քաղբանտարկյալի կողքին, խոսել, չլռել եւ պատրաստ լինել համակարգված դիմադրության։